պաշտպանները։ Շնորհակալ եմ։ Ասա պարոն Ախելյան, մի քանի օր առաջ Դիլիջանում մեր միջազգային գործընկերների հետ հարցերը որ քննարկում ենք բանակի բարեփոխումների աղջիկների ծառայության հնարավորության մասին եղավ այդպիսի քննարկում եւ ես հիշեցրեցի որ զինված ուժերը ստեղծել է համալսարան կառույցը բայց համալրվածության տեսանկյունից ցանկալի կլինի որպեսզի նա գոնե այսօր մենք վստահաբար ասենք համալրված է իհարկե տարվա գույները եթե նայում եք զինվորական գույները շատ գրավչության մեծ աստիճան ունեն բոլորը տղա թե աղջիկ ուզում են այդ համազգեստները կրեն բայց համազգեստ կրել նշանակում է լինել նաև ծառայության մեջ այստեղ պետք է այդ գրավչության մասին խոսել միայն նյութականը չի բայց որ աղջիկների ներկայությունը բանակում շատ կարևորված կլինի ոչ միայն օժանդակ ծառայություններում այլ բուն ծառայության մեջ որտեղ բանակում կան ծառայություններ որտեղ աղջիկները ավելի նպաստավոր է որ իրենք այդ ծառայությունը ասեն օրինակ դիպուկահարների դիպուկահարների ճիշտ է բայց դիպուկահարների առումով գոնե կինոների շատերը տեսել են որ լավագույն դիպուկահարները դրանք իքական սեռի ներկայություններ դա կապված է ֆիզիկական ֆիզիոլոգիական խնդիրների հետ որ իրենց մոտ շնչառությունը կամ հավասան սպառազինությունը ճիշտ կարողելու տեսանկյունից իրենք շատ դիպուկ են կրակում կարող կյանքում են դիպուկ կրակում բայց լավա որ այդ ստորաբաժանման մեջ մենք տեսնենք նաև աղջիկներին, որը բանակի համար կարևոր է նրանով, որ միշտ տղաները պետք է զուսպ լինեն, երբ որ իքական սեռի ներկայացուցիչները ներկայ են զինված ուժերի ծառայության ընթացքում շնորհակալություն։ Ես անկեղծ ասած սպասում եի, որ մեր հայրենակիցները հարց կտային ռազմարդյունաբերության